Սիրելի տավուշցիներ, սիրելի իջևանցիներ, ողջունում եմ ձեզ։ Երկու օր առաջ Հանրապետության օրը ստիպեց բոլորիս հպարտանալ ու հուզվել։ Զորահանդեսի ամբողջ ընթացքում ինձ մի միտք էր ուղեկցում, որը մեր ընդդիմախոս որոշ քաղաքացիներ փորձում են ներարկել հասարակության մեջ։ Միտքը հետևյալն է՝ բան չի փոխվել։ Ինչպես է հնարավոր նման ձևով փորձել խեղաթյուրել իրականությունը։ Եթե ոչինչ չի փոխվել, ապա ինչու է այսօր ընտրությունների արդյունքը որոշվում քաղաքացու քվեով։ Եթե ոչինչ չի փոխվել, ապա ինչպես կարող է այսօր համայնքի ղեկավարը, նախարարը, փոխնախարարը հայտնվել դատարանում եւ պատասխան տալ օրենքի առաջ, անկախ իր զբաղեցրած պաշտոնից։ Եթե ոչինչ չի փոխվել, ապա ինչու են մեզ ու մեր պետության առնչվող նախկինում կուլիսների հետևում քննարկվող թեմաները դառնում հանրային քննարկման առարկա, եւ ինչու է պաշտոնյան կանգնում քաղաքացու կողքին հանգիստ ու անկաշկանդ ու պատասխանում նրան հուզող բոլոր հարցերին։ Եթե ոչինչ չի փոխվել, ինչու մենք չենք կառուցում միլիոնավոր դոլարներ արժեցող դղյակներ եւ փոխարենը կառուցում ենք դպրոցներ ու մանկապարտեզներ։ Եթե ոչինչ չի փոխվել, ապա ինչ տեսանք մենք 2 օր առաջ Հանրապետության հրապարակում։ Բան չի փոխվել։ Սիրելի քաղաքացիներ, մի պատմություն եմ ուզում ձեզ պատմել։ Օրերս քրեակատարողական հիմնարկում մասնակցում էի դատապարտյալների կողմից կազմակերպված միջոցառման։ Մի ցմահ դատապարտյալ շատ դիպուկ կերպով նկարագրեց մեր իրականությունը, ասաց. ես 30 տարի է գտնվում եմ այս համակարգում, ես այստեղ եմ եղել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այստեղ եմ եղել Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այստեղ եմ եղել Սերժ Սարգսյանի ժամանակ, այստեղ եմ նաև այսօր։ Տեր-Պետրոսյանի ժամանակ ամենաթողություն էր, իր բառերով ասեմ, շունը տիրոջը չէր ճանաչում, քաոս էր։ Ով ուժեղ էր, անում էր այն, ինչ ուզում էր։ Քոչարյանի ժամանակ ուժեղը փողն էր, ով փող ուներ, անում էր այն, ինչ ուզում էր։ Սարգսյանի ժամանակ ոչինչ չփոխվեց։ Հիմա ուժեղն օրենքն է, որը վերջապես գործում է։ Այո, մենք բոլորս, անկախ կարգավիճակից, ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ մարդու ճակատագիրը որոշողը ոչ թե փողն է, պաշտոնը կամ ծանոթությունը, այլ օրենքը։ Այո, այսօր ուժեղն օրենքն է, ինչի կապակցությամբ ես բոլորիս շնորհավորում եմ։ Սիրելիներ, օրենքը ուժեղ է եւ գործում է։ Եվ դրա շնորհիվ է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի հանցավոր կամ ապօրինի գույք, հնարավորություն տալով մեզ ունենալ նոր դպրոց ու մանկապարտեզ, ավելի բարձր թոշակ, ավելի լուսավոր փողոց ու ավելի լավ ապագա։ Սա հնարավոր է դարձել նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի շնորհիվ, այն նույն օրենքի, որի ընդունմանը ընդդիմությունը այդքան դեմ էր, որի ընդունումը ընդդիմությունը բոյկոտում էր, որի դեմ ընդդիմությունը պայքարում է մինչ օրս ու հիմա էլ եկել ձեզանից քվե է խնդրում, որ շարունակի իրականացնել իր միակ առաքելությունը՝ գողացված գույքի պաշտպանությունը։ Սիրելի քաղաքացիներ, այս տարիների ընթացքում միլիարդավոր դրամներից բացի վերադարձվել է շատ ավելի կարևոր բան։ Քաղաքացուն վերադարձվել է որոշելու իրավունքը, քաղաքացուն է վերադարձվել իր ձայնը։ Այսօր ոչ թե մի քանի հոգի են որոշում, թե ով ինչպես պետք է ապրի, թե ով պետք է ղեկավարի մեր համայնքը կամ պետությունը, այլ այդ ամենը որոշում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսօր որոշողը դուք եք։ Այո, կգտնվեն մարդիկ, որ կասեն բան չի փոխվել, բայց նույնիսկ նրանք այսօր ավելի ազատ են,
քան երբևէ, ավելի հանգիստ են, քան երբևէ, ավելի խաղաղ են, քան երբևէ, ավելի պաշտպանված են, քան երբևէ, որովհետև մեր երկիրն այլևս օրենքի երկիր է։ Սա է իրական ժողովրդավարությունը, եւ սա այն է, ինչ մենք պարտավոր ենք պահպանել։ Սիրելիներ, հունիսի 7-ին մենք գնալու ենք ընտրության, գնալու ենք պաշտպանելու այն Հայաստանը, որտեղ ուժեղը ոչ թե փողն է, կապերը կամ պաշտոնը, այլ օրենքը։ Գնալու ենք պաշտպանելու մեր այդքան դժվարությամբ վերադարձրած որոշելու իրավունքը։ Գնալու ենք պաշտպանելու մեր որոշումը ունենալ խաղաղ, կայուն եւ զարգացող պետություն։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Սիրում եմ բոլորիդ։